նրանց համար, ովքեր կարդացել էին հայտարարագիրս եւ տարակուսել էին, թե ինչպես կարող են այդ գրքերը այդքան թանկ արժանալ, եւ ահագին հարց տվողների համար ներկայացնում եմ մեր գրադարանի մի մասը, Կինո Երևանի Մայլի մասնավոր գրադարանն է սա։ Գրքերի մի մասը ստեղ է, մյուսները առանձին են պահվում ներքևի հարկում։ Շատերին հայտնի գրքեր են ստեղ, ժողովածուներ են, հանրագիտարաններ են, հանրագիտարանների մի քանի թողարկումներ են, իհարկե, որոնք տարիների ընթացքում հավաքել ենք, սարքել ենք գրադարան։ Քարտեզների շատ մեծ ժողովածու է, շատ մեծ ժողովածու ունենք ստեղ, ուրեմն ճարտարապետական, ուրեմն գրականություն Գյումրի, հայկական ճարտարապետություն եւ այլն, այս շարքը, այս ամբողջը ճարտարապետություն է։ Հա, իմ համար ամենակարևոր գրքերը գեղարվեստական գրականությունը ստեղ է շարած, բնագրող Մարկեսի գործերն են, Կորտասարն է, Պորխեսն է, Պորխեսի գրականագիտական հոդվածներն են։ Հա, անցնենք առաջ, մի քանի շատ արժեքավոր բան եմ ուզում ձեզ ցույց տալ, հազիվ թե տեսած լինեք։ Ստեղ են իհարկե ալմանախներ են, հանրագիտարանային գրականություն է, ելի ներքև ահռելի քանակությամբ քարտեզներ են, քարտեզների ժողովածուներ են։ Գնանք առաջ, ռազմագիտություն, սովետական հանրագիտարանն է, ռազմագիտական, Արծրուն Հովհաննիսյանի երկու գործերն են, նվիրել է սրանք իհարկե, Կլաուզևիցից ուրեմն ունեմ գրքեր, իհարկե պարարաններ, ռուսերենի բացատրական պարարանը, Տալի պարարանն է, սրանք են, և Օժիգովի ակադեմիական ժողովածուն է նա, գանք ստեղ, հետո կգանք սեղանի վրա եղած բացառիկ գրքերին։ Վերևը մեր 20-րդ դարի ընթացքում մշակված լույս տեսած բոլոր պարարաններն են գրեթե։ Հա, ակադեմիական նշանակության Աղայանն է, Մալխասյանցն է, տեղանունների լիարժեք ժողովածուն է ստեղ, դրա համառոտներն էլ կան ստեղ, եթե որևէ մեկը Արևմտյան Հայաստանի որևէ մի գյուղի ինչ-որ մի տեղանուն գիտե, հաստատ դրա մեջ կա, կարող գալ բացել նայել, շատերն են գալիս նայում։ Չարենցի հատնտիրն է, «55 թվական, ունեմ իհարկե նաև Չարենցի սպանությունից առաջ իր կազմած ժողովածուն, ընտիրեջեր, այս ալմանախը գրականագետների շրջանում շատ հայտնի ժողովածու է, 46 թվական, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, այստեղ խոհարարական կամ խոհանոցային գրականությունն է, որը նույնպես հավաքել եմ աշխարհի երեսից։ Մի երկու բացառիկ բան եմ ուզում ձեզ ցույց տալ։ Սա ամերիկյան, ուրեմն խոհարարական երկու հատորով է լույս տեսել, ժողովածուն է, բաղադրատոմսերն են, ամենայն մանրամասնությամբ 54-56 թվականներ։ Եթե ինչ-որ մի կերակրատեսակի անուն եք լսելու, ուզում եք գտնել բաղադրատոմսը, Google-ում կա դրա արդեն գլոբալիզացված տարբերակը, խառը խուռը սինթեզներ են։ Սրանց մեջ բնօրինակներն են եւ ահագին մարդ գալիս տեղից նայում օգտվում է։ Այս մեկը Բոկյուզի Լիոնի խոհարարական աստվածներից մեկի բաղադրատոմսերի գիրքն է, 365 բաղադրատոմս, նկարազարդումը ջրաներկ է, Պոլ Բոկյուզը, այս մեր Գյումրու շուկայի տեղում պիտի կառուցեն Լիոնի խոհարարական դպրոցի մասնաճյուղը, որը նախկինում կրում էր Բոկյուզի անունը, ֆրանսիական Լարուսն եմ ուզում ձեզ ցույց տալ, ուրեմն խոհանոցի մասին, հանրագիտարանային գրականություն է, ճիշտ է, այստեղ բաղադրատոմսեր էլ կան, անգլերեն է, բայց հիմնականում խոհանոցն է բացատրում, սա աշխարհում եղած ամենահայտնի հանրագիտարանն է խոհանոցի մասին, տարբեր հրատարակություններ են եղել, սա
16 թվականի հրատարակությունն է։ Այս գիրքը իհարկե բոլորիդ քաջ ծանոթ է, հայկական խոհանոց, այսին բաղադրատոմսերն են, բայց շատերը չգիտեն, որ ռուսերեն լույս է տեսել հայկական խոհանոցի երկու գիրք, հա, ահագին չափով կրկնում է հայերեն տարբերակը, վրացական խոհանոցը մինչև ինտերնետի հայտ գալը Սուլակվելիձե 1959 թիվ, մանրամասնությամբ ձեր իմացած վրացական խոհանոցը այստեղ ներկայացված է, բայց կանք ամենագլխավորներին, ստեղ մինչև 300 տարեկան գրականությունն է, մի քանիսը հանել եմ ստեղ, որպեսզի ցույց տամ ձեզ, իմանաք ինչ կա չկա ստեղ, մի շարք մանկավարժներ իրենց աշակերտներին բերում են այստեղ էքսկուրսիա, որպեսզի ցույց տան, հասկանան, թե ինչ տպագրական հրատարակչական ժառանգություն ենք մենք ունենք ավելի ճիշտ, հա, սկսենք ուրեմն Ռաֆու, հա, աշխարհի երևի թե 30 քաղաքներից, որտեղ հայկական տպագրատներ են եղել, ահագին գիրք է հավաքված ստեղ ու ուզում եմ հիմա ցույց տալ մի քանիսը, Ալեքսանդրապոլից սկսենք, հա, երևի։ Ալեքսանդրապոլ, Սանոյանցի տպարան, 1912 թիվ, այս գիրքը 113 տարեկան է, բացատրական բառագիրք, նվեր անծանոթ տիկնոջը։ Այստեղ բառերը գրած են դոլար, նայեք, Ամերիկայի Միացյալ Նահանգների դրամական միավորը, 2 ռուբլի եւ նույնն է, որ 5.34 ֆրանկ, այսպիսի փոխարժեք է եղել, ահագին լավ պահպանված գիրք է։ Այս մեկը նայենք, Շուշիում է հրատարակվել, Մահտեսի Հակոբյանի տպարան, 1883 թիվ, հա, Արարատի գլուխը ճամփորդություն, Էմինյան Փարարանը Աջարյանի, հա, ազգագրական ժողովածու, լղկիլ, լղկել, լղկլիկ եւ այլն։ Այս մեկը նայենք, Վենետիկ, 1867 թիվ։ Թղթի որակը եւ այլն, ինչ ունենք ստեղ։ Ավակ շաբաթվա կարգերն են, հա, իդեպ եկեղեցական կրոնական լուրջ գրականություն ունեմ ստեղ։ Այս երյակը Վենետիկի Մխիթարյան միաբանության տպարանն է, 1922 թիվ, 103 տարեկան է այս գիրքը, հələ որակին նայեք։ Օթելլո, Թաշկինագդ որտեղ է Դեզդեմոնա, Շեքսպիր, Համլետ, Շեքսպիրի շարքն էր սա, էլի, Վենետիկի վաճառականը։ Այս իմ սիրած կտորներից մեկն է, Ոդիսևսը, Վենետիկ, 1848 թիվ։ Այս գրքի մասին իմ գրքում գրված է, ինչպես եմ Թիվլիսի գրավաճառների նկողները քրքրում, գրքերը հավաքում բերում են։ Դե Թիվլիսի փողոցներում այս գրքերը չեն վաճառվում, իմաստ չունի, բայց տներում նկողներում կացեզել եմ խորհուրդ տալիս անպայման այնտեղ լինելիս ճարել բերել սրանք, Գրիգոր Արծրունին է, Լեոյի գրած։ Կարծես 3 տպագրած լինեն սա։ Հաջորդը Ռաֆի Փունջմը բանաստեղծություններ 1874 Թիֆլիս։ Հա, եւ այդ ժամանակ ցարական Ռուսաստանում տպագրված բոլոր գրքերը պիտի ունենային հատուկ մակագիր։ Дозволено ցենզուրայու, այսինքն մինչև գրաքննությունը ցարական թույլ չտար, գրքեր չէին կարող տպվել։ Ռաֆու չափածոներն են։ Լսել եք այդ մասին։ Հա, էլի ահագին բան կա ստեղ, բայց ուզում եմ նաեւ ստեղից էլի Լեո Ստեփանոս Նազարյանց, ուրեմն հայկազյան բառարաններից հրատարակություններից մեկն է 2 հատորով
Կոնստանտինոպոլսում լույս տեսած առաջին հատորն է 1844 թիվ եւ երկրորդ հատորը 2 տարի անց է լույս տեսել։ Այս ուղեցույցների պատմությունները դե ես քարտեզների նկատմամբ հատուկ սեր ունեմ, հա։ 3 կտոր եմ հավաքել ստեղ։ Բեդեկեր հրատարակությունն է, որը հայտնի է եղել ուրեմն ֆրանսիական ուղեցույցների հրատարակությամբ։ Ահա, տեսեք, Փարիզն է սա։ Այսպիսի շարքեր է լույս ընծայել տարբեր քաղաքների մասին։ Տեսեք քարտեզների որակը։ 130 տարեկան, մի հատ նայենք որ թիվ է, 1907 թվական։ Մոսկվայի ուղեցույց, էլի ցարական Ռուսաստանի ժամանակ լույս տեսած 1915 թիվ։ Հետաքրքրվողները գալիս եւ նայում են։ Պուտիվադիցել по Կավկազу Գրիգորի Մոսկվիչ է եղել, որ ամբողջ շարքեր է լույս ընծայել։ Սա Կովկասի ուղեցույցն է, այս կարմիր էջերը գովազդային էջերն են։ Տեսնում եք, Բորժոմիի գովազդն է 1912 թվական։ Եվ էլի մի արժեքավոր բանել ցույց տամ ու ավարտենք։ Այս մի գիրք հաշվետվություն է։ Ուշադրություն դարձրեք, սա խորհրդային Հայաստանի առաջին հնգամյակի հաշվետվությունն է, լույս է տեսել 26 թվականին, այս իմ կնիքը չէ, նախորդ տիրոջն է, ահա նայեք, Հակոբ Կոջոյանի նկարազարդումներն են, ընդամենը 2200 օրինակ է լույս տեսել, Լեանինը, գիտեք, ծանոթ եք, չէ՞, Կոգորտիլոսին, հա, այստեղ ամբողջ վիճակագրությունն է խորհրդային Հայաստանի առաջին հնգամյակի մասին, սրա մեջ տարբեր բաժին, տեսեք, գերբը զինանշանը, կենտրոնական գործադիր կոմիտե, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, տեսեք աղյուսակները, հետազոտողները գալիս ստեղ օգտվում են այս գրքից, գնում են, ահա, նայում եք, ես ուզում եմ ձեզ ցույց տալ այն ժամանակվա 100 տարի առաջվա, մյուս տարի ես գիրքը կդառնա 100 տարեկան, դիագրամները, այսպես ասած, աղյուսակները, որոնցում զետեղել են ցուցանիշները, որպեսզի պատկերազարդ լինի, մարդիկ հեշտ ընկալեն, հա, վիզուալիզացիա են արել 100 տարի առաջ, ահա, տեսնում եք, նայեք, ակտիվ, պասիվ եւ այլն, այս գրքից ես մի քանի քաղվածքներ Facebook-ում իհարկե հրապարակել եմ ցույց տալով, թե Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը ինչ մակերես է ունեցել 25 թվականին, Սևանալիջն ինչ մակերես է ունեցել եւ այլն եւ այլն։ Ահա սա մեր Կինո Երևանի մայլի մասնավոր կամ իմ գրադարանի գրքերի մի մասն է։ Ժողովուրդ ջան, եթե հետաքրքրվողներ կան, կարող եք գալ օգտվել, դրա համար վճարել պետք չէ, ինչ որ բան պետք է կպատճենեք, կտանեք։ Ահա այսպես, շնորհակալություն ուշադրության համար։